Վարշավայում ընթացող ՆԱԹՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հնչած հայտարարությունները և կազմակերպված հանդիպումները ըստ միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի ևս մեկ անգամ հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ դերակատարը ԵԱԿ Մինսկի խումբն է։ Հիշեցնենք, դրան նախորդած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնաբանվեց որպես ռուսական փորձ ԵԱԿ Մինսկի խմբին զուգահեռ ձևավորել ձևաչափ, որը հավակնություններ ունի ինքնուրույն կարգավորել հակամարտությունը։ Որևէ մեկը դա չի զիջի Ռուսաստանին, հատկապես երբ բոլորը խնդիր ունեն հենց նույն Ռուսաստանի հետ եւ բոլորը հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանը խնդիրը լուծելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում եւ դա որևէ աղերս չի ունենալու մյուս համանախագահ երկրների շահերի եւ դիրքորոշումների հետ։ Ի վերջո հասկանանք, որ ցանկացած հակամարտություն դա բավականին լուրջ գործիք է հակամարտության կողմերի վրա ազդելու առումներով եւ այս պարագայում ուղղակի արևմուտքը իդեմս իր համանախագահ երկրների եւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի երբեք միանձնյա վերահսկողության տակ չի հանձնի Ղարաբաղյան խնդիրը, թույլ տալով Ռուսաստանին ազդել Հայաստանի, Ադրբեջանի արտաքին ներքին քաղաքականությունների վրա։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը Վարշավայում տեղի ունեցող հանդիպումների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա գնահատում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների համատեքստում, Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացում և հայտարարություն այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Դա շատ լուրջ փոփոխություններ են, որոնք շոշափում են նաև Հարավային Կովկասի անվտանգությունը, նաև մեր անվտանգությունը։ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մեջ կար բանավոր համաձայնություն, ասենք ռազմական տեխնիկան, ռազմական ստորաբաժանումներ տեղավորել նոր անդամ ՆԱՏՕ-ի պետություններում, ովքեր նախկինում սոցիալիստական ճամբարից էին։ Այդ ռեալ խախտվեց այդ համաձայնությունը, քանի որ Ռուսաստանի վերջի ժամանակվա քաղաքականությունը բավական ագրեսիվ էր ու ՆԱՏՕ-ն հստակ որոշում ընդունել։ Տարածաշրջանում միշտեղ ամրապնդող արևմուտքը ըստ Ստեփան Գրիգորյանի Լեռնային Ղարաբաղի կարգավորման միայն խաղաղ ճանապարհ է տեսնում ԵԱԿ Մինսկի խմբի միջոցով։ Իսկ արևմուտքի ներգրավվածությունը քաղաքագետի կարծիքով բխում է հայկական կողմի շահերից։ 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը վստահելի պարտներ չի։ Ռուսաստանը իր շահերը ունի այս հարցում, օրինակ Ռուսաստանը ուզում է, որ Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ ու պատրաստ է ինչ-որ զիջումների Ղարաբաղի հարցում գնալ Ադրբեջանին։ Այս պահին ստացել է մի պարադոքսալ իրավիճակ, որ եթե մի պահ ընդունենք, որ Մինսկի խումբը լուծարվում է, ինչին նախկինում օրինակ ձգտում էր Ռուսաստանը, Թուրքիան, նրանցից որևէ մեկը այս պահին չի կարող հույս ունենալ, որ նոր խմբում իրենք կլինեն, որովհետև ըստ էության իրենք ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև ընդհանուր ավելի լայն աշխարհագրության մեջ դարձել են հակամարտության կողմեր, հետևաբար միջնորդությամբ հանդես գալ չեն կարող եւ նրանց այդպիսի մանդատ տալ չեն կարող։